Ելիզավետա, դու TikTok ֆիլմի ռեժիսոր եւ սցենարիստ ես ու պետք է անկեղծ ասեմ, ես այդ ֆիլմը շատ եմ սիրում ու այդ ֆիլմը ինքը շատ տակերկիր է իր կինոլեզվի որոշումներով, իր ժանրով եւ իր պատմությունով, որտեղ դու համատեղել ես թե աբսուրդը, թե սյուրը, սենց մի հատ շատ տակերկիր ինքը շորտ է ստացվել, կարճ ֆիլմ, ինձ տակերկիր է թե դու ոնց ես եկել այդ լուծումներին եւ ոնց ես ընտրել այդ պատմությունը։ Այ Արտուր, դե իրականում ոչ մի ձև չեմ ընտրել այդ պատմությունը, ոնց էր, մեր մոտ կուրսում դե բոլորը սենց խորացել էին ինչ-որ լուրջ պրոբլեմների մեջ, սոցիալ միզերիա, ինչ-որ կոնֆլիկտներ, բարդություն, կյանքը պետք է ցույց տալ նենց ոնց ինքը կա, ինչ գիտեմ, սենց ինչ-որ բարդ պրոցես էր, ամեն մեկը փորձում էր ինչ-որ նպատակը նրանում էր, որ դու ցույց տաս ինչ-որ խնդիր, բացատրես այդ խնդրի լուծումը ինչու՞ն է, ասես ծամես, դնես մարդու բերանը, նայեն, ինչ-որ սովորեն, չգիտեմ։ Այդ երրորդ կուրսում էր, ոնց որ երրորդ կուրսն էր, ու այդ ժամանակ մի տեսակ ցանկություն կար ուղղակի անել այն ինչ դու ուզում ես, ու իրականում չնայած նրան, որ դու համալսարանում սովորող ես, կամ չգիտեմ, տենց մտածում ես, որ դու տենց ինչ ուզես կարաս անես, մեկը համալսարանը ճնշում է։ Դե միանշան։ Որտեղ ինստիտուտը ճնշում է, դասախոսները ճնշում են, մաստերն է ճնշում, կոպիտ ասած, որտեղ ամեն ինչը պետք է լինի ասենց ինչ-որ ճիշտ ֆորմայի մեջ, ու պետք է լինի ամեն ինչում ինչ-որ իմաստ։ Բայց մի վարքյան, քո ֆիլմը համ ճիշտ ֆորմայի մեջ է իր կոնտեքստում եւ ունի իմաստ։ Ասեմ, ի սկզբանե չի եղել այդ նպատակը, այսինքն նպատակը եղել է հավաքվել երեխեքով, նկարահանել ինչ-որ փախած մի բան, հենց դից էլ եղել է, էլի, փախած մի բան, մենք երեխեքով նստած, ներքևը ծխելուց, սցենար ենք մտածում, ինչ կլինի, եթե սենց ուշանաս, գնաս, գաս, հա հիմա այդ վատ է հնչում, որտեղ մենք սովորենք կինոյին տենց լուրջ վերաբերվել, բայց երբ որ դու ուսանող ես, դու պետք է թույլ տաս քեզ մի հատ ռիսկային ինչ-որ բան անես, էլի, հավես ստանաս, որտեղ գնում ես պլաշատկա, ով որ եղել է պլաշատկայում գիտի, որ դա տենց հաճույքի մասին չի ընդհանուր պրոցեսը, տանջում, մեռնում, 18 ժամ նկարում ես, մի հատ խոսքի 70 ստանաս, անցնես գնաս։ Ու դե երեխեքով հավաքվեցինք, ասեցինք, սենց ենք ուզում, սենց չենք փորձել, չենք արել, էսի անենք, էսի դնենք, հավաքեցինք սա ֆորման, մոտավոր պատկերացրեցի ինչ եմ ուզում որ լինի վիզուալը, հետո գծեցինք մի հատ շատ տենց պրիմիտիվ պատմություն։ Բայց գներես էլի, դու ասում ես պրիմիտիվ պատմություն, բայց քո ֆիլմում կա քո գլխավերոսուն դա աղջիկա, քո տարեկակիցն է ու կա ծնողների հետ կոնֆլիկտ, որը որ սյուր տեսք ունի պարզապես, որ ինքը մի պահ սկսում է կասկածել, որ այս մարդը իրական են թե չէ։ Ինքը մետաֆորա է իրականում, իսկ հիմա դու դա դիտավորյալ արած քայլ էր։ Դե նայ, ես սենց ասեմ, ինձ թվում է ինչ էլ նկարես, կոպիտ ասած, երբ որ դու ունենաս ֆորմա ու պատմություն, հանդիսատեսը դնելու է իր մեջ իմաստ։ Ես կարամ ինձ թույլ տամ, օրինակ, չդնեմ կոնկրետ ինչ-որ իմաստ։ Լսել եմ տարբեր մարդկանց ինչ-որ կարծիքներ, ու նույնը ինչ դու հիմա ասում ես, լրիվ դրա հակառակը ինձ ասել են, ես օքեյ եմ համ նրա հետ։ Դա նրանից չի, որ ես չունեմ իմ կարծիքը, բայց ես այդքան չեմ կարևորացրել, թե ինչ եմ ես ուզում փոխանցել։ Հասկանում ես, իմ մոտ եղել է ֆիլմը նրա մասին, որ ուշանալը, կոպիտ ասած, երբ որ դու ուշանում ես հետևանքները, ճիշտ եմ ասում, ես կարա լինել ասելի, անխուսափելի, էդ է եղել, այսքան ուշացման թեման է եղել իմ մոտ զուտ, որ կարաս այսենց հայտնվես ինչ-որ ուրիշ աշխարհում, որտեղ կտրուկ ուրիշ բաներ տեղի։ Շատ տակտիկ է, որ ես քո ասածն է ստացվում, որ դիտող ուրիշ կոնտեքստում կանադացիա է տալիս այդ ամեն ինչին, իմ համար ինքը դերեալիզացիա եւ դեպերսոնալիզացիա ասվածի, ոնց որ սենց մի հատ ցուցադրում էր քո ֆիլմը, որտեղ չգիտեմ, իսկ դու առաջվել ես այդպես բանից, որ դու ապրում ես, շփվում ես շուտ մարդկանց հետ, ու մի բան հավատում չի գալիս։ Հա, իրանք քեզ ոնց որ պլաստիկից արած ոնց որ։ Հա, ինչ սցենար է գրած։ Հա, որ իրանք պայտակում սինա դիպչես նույնիսկ ասես իրականա թե չէ այդ կարգի։
այդ զգացողությունը համար որ ես որ շատ եմ առաջին դրա այդ առօրյայում դիշնա տարնակայություն իմ համար դա շատ լավ է դες մոտ ստացվեց այդ փոխանցել այդ կպչուն զգացողությունը Դե գիտես ես զարմանում եմ կոնկրետ այս ֆիլմի շուրջ որովհետև մարդիկ նենց բաներ են ասում որ ես ամեն անգամ տարբեր ձև եմ ընկալում այդ ֆիլմը ու իմ համար ես սիրում եմ այդ ֆիլմը զուտ նրա համար որովհետև հասկացել եմ ոնց բացատրեմ հասկացել եմ թե ոնց կարելի է հանդիսատեսին կոպիտ ասած օգտագործել վատ աղջիկ չեմ ասելու բայց օգտագործել ինչ որ նպատակ ստանալու համար ինչ որ էմոցիա ստանալու համար կոնկրետ այս ֆիլմը դրանով էր էքսպերիմենտալ ինքը այդպես կոպիտ էլի եմ ասում կոպիտ աղջիկ ուրիշ բանի մասին էր մարդիկ ուրիշ բան են հասկացել եւ այլն բայց իտոգո ես հասկացա որ դա աշխատում է դու կարաս ստեղծես աշխարհ ստեղծես քո կերպարներին այդ աշխարհում ու կարաս քեզ թույլ տաս չունենաս այդ աշխարհի պատասխանը կոպիտ ասած հստակ պատասխանը հա դե հա ֆիլմում հստակ կարաս քեզ թույլ տաս ոչ մեկ չի կարող քեզ ասի դու պետք է հստակ ինչ որ մի էմոցիա փոխանցես, հստակ ինչ որ մի բանի մասին պատմես։ Իսկ ժանրն իրան ոնց կդասակարգես։ Որտեւ ես ասում եմ աբսուրդ, բայց դա ժանր է, բայց քո ֆիլմը կանը աբսուրդ չի ամեն դեպքում։ Իմ համար կոմեդիա էր։ Իմ համար ես դրել եմ կոմեդիին ինչ որ նոտկեքը։ Երևի դա ինչ որ ուժս կոմեդիա էր։ Հա, խորհուրդ կա իր մեջ, հա։ Որը պետք է որ ասած ավելի շատ ինչ որ Սկոլսկի, լիպկի, ինչ որ աշուշենյա առաջացնի ոչ իրականության մեջ, sense ինչ որ գտնվող, բայց համատեղ դրան լուրջ չի։ Այսինքն ոնց բացատրեմ։ Այս կինոն ոնց որ թե ինչ որ լուրջ բանի մասին է խոսում, բայց ինքը լուրջ չի։ Ու երևի զգացում է ընդհանուր մեր ստաֆը, մեր մոտեցումը ամեն ինչը։ Ստաֆի հետ կապված ես իրական ուզում ասնեի նախ օպերատորի հետ համատեղ աշխատանքի մասին, որովհետև ինքը շատ ձիգ աշխատանք է ու ինքը շատ մտածված աշխատանք է, դա երևում է, ինչքան դուք ասեք որ դա ուսանողները կպել են կարելին բան, բայց միևնույն ժամանակ դու զգում ես որ դա տարած աշխատանք է ու հստակ աշխատանք է։ Մեկ էլ ուզենայի հարց տալ քո ծնողների դերակատարն հետ կապված, նույն Արտյոմն է խաղում, Արտյոմը Ազարյան դա ու ինքը իրան ուրիշ ձև, հա, ինքը իրոք սարսափելի է։ Իսկ այդ կինը ինքը դերասանուհի չի, ինքը իսպաներենի դասախոս է։ Լուրջ։ Вообще ոչ մի փորձ չունի, բայց ինքն էլ էր ինչ որ վախենալու կերպար դառել։ Ու ես որ ասում եմ, ամեն մեկը մտել է ինչ որ ռիսկով է մտել։ Արտյոմի ամենամեծ ռիսկն էր, որ ինքը իրան չխավար։ Ու կոպիտ ասած, միջև այդ պարիկը, այդ բաները, միջև այդ սաղ չդրեցիք իրան դեմքին, ինքը միջև վերջ մնում էր Արտյոմ։ Իսկ ինչ վերաբերվում է օպերատորական լուծումների, Սուրեն Թադևոսյանի կիմանակ, մենք իրան հետ քննարկում էինք սյոմկեքի process-ը ու ինքը ամեն իմ լուծումին ասում էր չէ, սենց մի արա։ Նու կոպիտ ասած, այս բարդ է, սրան շատ ժամանակ է պետք։ Այս, ինչպես դե կադրկալով սենց քայլում են ինչ որ այդ POV ասավ, ինչի համար, տվեք այդ պատասխանը, թե սա ինչի համար է արվում։ Դե մեկ-մեկ էլ չես ուզում էլի ասեք պատասխանես, կոնկրետ բացատրես ինչ համար արվում։ Հանդիսատես այդ հարցը չի տալիս։ Ну, как минимум технически երբ որ ինքն նայում, այնք չի մտածում, խի էս բանը POV եղավ, կամ ինչ, գիտի այդ բառը հանդիսատես, ոչ պետք է իրան հավ տարի ինքը իմանա այդ ինչ է։ Կայֆը կորում է, երբ որ դու գիտես, որ դա POV է, այս ռակուրսը սենց է դրած, այս սրա համար արած։ Դե հրաշքը կորում է, հա։ Դե հենց էտա որ հիմա շատերը, մանավանդ ուսանողները անում են, կինո են նկարում, ունենց տպարությունն ոնց որ հանդիսատեսի համար չեն նկարում, նկարում են արվեստագետների, օպերատորների, ռեժիսորների համար, որ սա հասկանան էս ինչեր են այստեղ մտածել, այսպես բան են օգտագործել, իսկ հանդիսատեսի վրա թքած, էլ են խանութ բան աղջկա վրա, որ պրոստը պետք է նայի, կայֆ ստանա, ոյ, Այս ամիջից դուրս է գալիս, որ դու ավելի independent կինոյի կողմնակից, independent ասելով ավելի անկախ, ավելի ոչ ինստիտուցիոնալ, ճիշտ եմ հասկանում, թե չէ։ Դե ուսանողը պետք է իրան թույլ տա անի դա։ Իսկ լավ, օքեյ, դու հիմա TikTok-ի կոնտեքստից դուրս, դու ավարտել ես համալսարանը, նկարել ես շատ լավ դիպլոմային գործ, ու հիմա շարունակում ես ռեժիսուրան եւ ընդհանրապես վիզուալ արվեստը։
ինձ հետաքրքիր է հետագա քայլերը քո ինչով ես դու առնչվելու որն է քո որպես ռեժիսորի ոչ թե statement-ը այլ քո դիրքորոշումները որոշ դե նայ օրինակ այդ TikTok-ը հետո 50 օրը 50 օրը կարելի է համարել շատ կլասիկի կինո իմ համար դե այսինքն ճիշտ արած սցենարով դրամատուրգիչի չգիտեմ ինչերով եւ այլն ու սրա մեջտեղը ոնց որ շատ մեծ sense անդունդ տարբեր ոճեր են հիմա ես ոճեն եմ հասկանում ճիշտ ասած ինձ մոտ է թե չէ ոչ այն մեկն եմ հասկանում այսինքն մնում է մենակ փորձարկել անել ինչ որ ավելի փախած էքսպերիմենտալ բաներ միշտ դնել այդ սահմանը որ դու անես ինչ որ մի բան ինչը չի արվում այսինքն թե իմաստը դու անես եթե արդեն արած է նամանավանդ մեր երկրում շատ են սիրում քայլել այն ճանապարհով որ արդեն սովորեն քայլել բիզապասն է դարոշկը որ այստեղ չքլնկեն այստեղ է մի քիչ հասկանան այստեղ սրանց դուր գա անտե նրանց դուր գա ու դրա համար մենք չունենք как таковой авторский խոսք որտեղ ավտորսկին միշտ վիզվա չէ պետք է անես ու տենց չմտածես այդ սաղ պունկտերի վրա ու մնում է այդ խոսքի անել ինչ որ մի բան վատ կհնչի բայց տենց մի քիչ թքած ունենալով չեմ ասում հանդիսատեսի վրա ընդհանուր եմ էլի ասում ու տենց այնքան անել մինչև չհասկանալ ինչն է անում կարող է իմը չգիտեմ հարսանիք նկարել ինչու դե նկատի ունեմ դեռ բարձ չէ էլի Okay, իստանա վերջի հարցը տամ Ելիզավետա այս ամենը հաշվի առնելով պատկերացնենք դու նկարում ես լիամետրաժ ֆիլմ դու Հայաստանում աշխարհում ինչքան դա ամենը բարդ է ինչքան խնդիրների հետ ես առնչվելու թե ֆինանսական թե կազմակերպչական ինձ հետաքրքիր է այդ քո ոգին որ կա կարճ ֆիլմերում նույն 50 օրը ինքը բավական մեծ կարճ ֆիլմեր ու ինքը շատ էր ասում որ ինքը կարող է լիամետրաժ լինել ինձ հետաքրքիր է դու նախարարին դու մտքում ունես լիամետրաժ անելու մոտակա ժամանակում եւ եթե հա ոնց ես դա իրագործելու այդ քո հենց այդ ինդեպենդենտ գործիքներով հիմա կա մի հատ լիամետրաժ պսևդոդոկ կոմեդիա որը նկարահանվելու է ուրեմն երկու հատ հենդիքեմով մի հատ դերասանով ու մանիկենով ու այլ ոչ մի բան այսինքն դոգմա մի հատ 70 կար, չնայած լավ է հեչ սախ, պրոստը մտնում ես կադրի մեջ, անում ես այն ինչ ուզում ես, ստեղծում ես մի հատ պատմություն առանց սցենարի չէ, սցենարի կարկասը կա, բայց ինքը ասենք ոնց դերասանին գրված դիալոգները չկան, կոպիտ ասած, ինքս այդ situation-ը, որի շուրջ կազմվում է պատմությունը ու սա այն զարգանում է իրական իստիմ այդ շատ ճիշտ է, որտեղ ոնց բոլորս հայտնվել ենք մի իրականության մեջ, որտեղ որ այդ գոդարի ճանապարհն է մնում, եթե ուզում ես ֆիլմ անես, ոնց որ դա ամենաճիշտ հա կոնկրետ հոգնեցինք խոսալով, էլի, ասես ժամերով իտոգո, երբ որ նստում ես, այս կինոն ուր է էքսես։ Օ, ճիշտ է։ Okay։ Սուր։ Հոգնեցինք ուղղակի խոսալով եւ երազելով կինոյի մասին, երբ որ կինոն ամեն բան մեզ ոնց է ասում ասա։ Ինչ է, պատտասում է։ Չէ։ Մեր շուրջը էլի գտնվում, պրոստը մնում է դու այդ անդերը վերցնես, անես քո ուզածը։ Իսկ ինչ վերաբերում է TikTok-ի, ես խորհուրդ կտայի մարդկանց ուղղակի նայեն ու իրանց համար հարց չլինի, իսկ ինչ է ուզում ասել ռեժիսորը։ Դե դա ամեն մարդու իր պատկերացումն է ու կայֆ, թոտեց։ Բավական։